Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խմբակցություններին Գյումրիում իրենց արժե համակարգային ցնծության կապակցությամբ։ Ցնծության առիթը մեկն է։ Քրեա օլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրի քաղաքում ստացավ իշխանություն։ Սերժ Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ ազնիվ խոսք, երթում ու առհասարակ ինչ ասես չէին տալիս, որ իրենք չեն միանալու Վարդան Ղուկասյանին, միացան։ Ով զարմանք։ Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեա օլիգարխիկ ռեժիմի լավագույն պրոդուկտին, այսպես ասած սերուցքին, դեմքին, սիմվոլներից մեկին, Վարդան Ղուկասյանին։ Սերուցքն այդ Սերժ Քոչարյանի լավագույն բնութագրիչն է, Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան։ Իդեպ, կլանի խմբակային բռնաբարության փորձի զոհը անչափահաս աղջիկ, մարդասպանությունների հիմնական զոհը այսօր Վարդան Ղուկասյանի վերարտադրությունն ապահոված Մարտուն Գրիգորյանի ընկերներ ու բարեկամներ։ Այո, սիրելի ժողովուրդ, էկրաններից ու ամբիոններից ձեզ բարոյականության, աստվածավախության ու թասիբի դասեր տվող տղաներն ու աղջիկները փողի ու իշխանության իրենց ձգտման մեջ պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով։ Անչափահաս աղջկա բռնաբարության փորձի վրայով, իրենց ամենամոտ ընկերների արյան վրայով, իրենց իսկ կանանց ու աղջիկների ամենօրյա բռնաբարության ռիսկի վրայով։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև սա է իրականությունը, սա է պարզագույն իրականությունը։ Դուք, Սերժ Քոչարյանի հարգելի ներկայացուցիչներ, այս գարնանը Գյումրուն պարգևեցիք խմբակային բռնաբարությունների եւ սպանությունների, քրեական գործերի մի յուրատեսակ բուկետ, ծաղկեփունջ։ Ու այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցաք ամեն հնարավորի վրայով։ Անցաք ձեր տղամարդու ազնիվ խոսքի վրայով։ Անցաք ձեր ընկերների հենց ձեր անձամբ ձեր քաղաքական պատերազմում թափած արյան վրայով։ Անցաք հասարակ մարդկային, տղամարդկային ու կանացի արժանապատվության վրայով։ Ասացիք, որ այո, շրջազգեստ հագած կինը ձեր ընկալմամբ բռնաբարության ենթակա օբյեկտ է, ու դուք հաշտ եք այդ մտքի հետ։ Առնվազն ձեր երջանիկ ու հիացական դեմքերը դրա մասին են խոսում ու խոսել։ Եվ ձեր աշխատանքային լեզվով ասած, որպես վիշենկա на торте, ձեր ցնծության օբյեկտը այսօր արդեն հայտարարեց, որ կողմ է Հայաստանի բելառուսացմանը, միութենական պետություն մտցնելու տարբերակով։ Սա իհարկե արվեց ի կատարումն կամ ի լրումն ձեր իսկ ստացած դիրեկտիվների եւ ձեր 004 շրջաբերականի։ Սիրելի քաղաքացիներ, այո, դուք պետք է իմանաք, որ չկա Սերժն ընդդեմ Քոչարյանի հակամարտություն։ Կա մեկ ընդհանուր քրեա օլիգարխիա, Սերժ Քոչարյան անվամբ։ Եվ Սերժ Քոչարյանի նպատակները 3-ն են. վերադարձնել իշխանությունը, վերականգնել ընդհանուր լափամանը եւ մատաղանել Հայաստանի անկախությունը Ռուսաստանի ու Բելառուսի ոտքերի տակ։ Ու ահա այս նպատակներին հասնելու համար նրանք մոռանալու են այսօր իրար ասվողը, մոռանալու են իրենց ընկերների թափված արյունը, մոռանալու են տված խոստումն ու երթումը, աթոռի ու փողի նկատմամբ նրանց ստացած անմարդկային կիրքը նրանց ստիպելու է դա անել։ Ու բայց ամենաերեսպաշտականը այս աթոռի ու փողի համար անխոչ մարտիկների խոսույթն է։ Նրանք դեմքին հայրենասիրական փոշի, դիմափոշի փչած ասում են Շուշին, Մուշը ու Արդահանը հետ ենք բերելու։ Բայց խոսելուց առաջ նրանք իրենց որդիներին կամ Ռուսաստանի քաղաքացի են դարձնում, չէ, պարոն Մարտուն Գրիգորյան։ Կամ էլ բժշկական թղթերով կեղծ գիժ ու կամ կեղծ ուղեղի կիստա են դասավորում, որովհետև պատերազմն ու մահը իրենց ու իրենց որդիների համար չէ։ Դա իրենց ընկալմամբ ռամիկներինն է։ Իրենցը ռամիկների որդիների կյանքի գնով մեծ խոսելն ու ռամիկների հաշվին հարստանալն է։
Վարդան Ղուկասյանի կլանի բռնաբարության փորձն ու սպանությունները եւ Մարտուն Գրիգորյանի որդու Ռուսաստանի քաղաքացիությունը այս երկու դրվագն են ձեր քաղաքական դիմագիծը։ Սեփական կլանների լպիրշ սանձարձակություն ձեր ընկալման բռնապնիկների եւ նրանց անչափահաս դուստրերի նկատմամբ եւ իհարկե մեծաբերան հայրենասիրություն ուրիշների եւ ոչ անկարծ ձեր որդիների կյանքի հաշվին։ Սիրելի քաղաքացիներ, այո, այսօր սերժաքոչայանական քրյա օլիգարխիան ցնծում է։ Նրանց թվում է, թե խավարը վերադարձնելու գործում իրենք կարևոր հաղթանակ են տարել, որ իրենք մի քայլով ավելի մոտ են վերջնական խավարի հաստատմանը, ամենաթողության, կրիմինալի ու կլեպտոկրատիայի վերադարձին, բայց նրանք ինչպես միշտ սխալվում են ու թերագնահատում Հայաստանի քաղաքացուն։ Սիրելի քաղաքացիներ, Սերժաքոչյանը ցնցումների մեջ է, որովհետև իր կարևորագույն անտրիբուտը պետությունից գողացածը հետ բերելու մեր ներդրած մեխանիզմն անխափան աշխատում է։ Շաբաթական ու օրական ռեժիմով կայացվում են նրանց լափացի պետությանը վերադարձնելու մասին վճիռները։ Միլիարդները լայվ ռեժիմով վերադարձվում են եւ հետեւաբար կորում են նրանց միակ հենարանը՝ փողը։ Ու մենք ձեզ տված մեր խոստումը կատարել ենք ու կատարելու ենք միջև վերջին լափած կոպեկը հետ ենք բերելու։ Այս գործիքով եւ քրյա օլիգարխիային թողելու ենք բարի ամենաուղիղ իմաստով բոբիկ, ինչպես ժամանակին տարբեր տեղերից եկել էին Հայաստան։ Չկասկածեք։ Եվ վերջում, սիրելի անդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի։ Կարող եք Գյումրիում հագնել շրջազգեստ։ Ի ուրախություն ձեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանում իշխանություն է, եւ ձեր քաղաքական իդեալի բոլոր կարգերը կսանձվեն պետության ողջ լծակներով։ Ասեմ ավելին, Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներ կարող եք հանգիստ գնալ Զուգարան։